Բարև ժողովուրդ ջան, ես արագ մի երկու խոսք ուզում եմ Գագիկ Ծառուկյանին ասեմ։ Գագիկ Ծառուկյան, ուրեմն երաշխավորված խաղաղություն ինձնից բացի ոչ մեկը քեզ չի ասի դա ինչա։ Նման բան աշխարհում ոչ մի երկրում, ոչ մի տեղ գոյություն չունի։ Գիտես որն է քո իմացած երաշխավորված խաղաղությունը։ Երբ որ ասենք այսօր պատերազմա մեր հյուսային գործընկերների միջև, ուրեմն մի կողմին աշխարհում մի 50 հատ պետություն երաշխավորում են, օգնում են, իսկ մյուսը մենակ այդ 50-ի դեմ պայքարում է։ Կարողանում է ուժեղ է պայքարում է, ես անունները մտածված չեմ տալի։ Երաշխավորված խաղաղություն նման բան տերմին Գագո ջան ընդհանրապես գոյություն չունի։ Ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն։ Հա այսօր երաշխավորեցինք, վաղը այն մարդը հարձակվում է քո վրա։ Հետո ինչ որ մեկը նրան ասելու է ինչի ես հարձակվում, Գոգոյ, չկա նման բան, Գագո, երաշխավորված խաղաղությունը դու քո աչքով ես տեսնում ու չես հավատում, արդեն 2 տարի է քո երկրի սահմանին, եթե կրակոտ չկա, եթե դու նրանց վրա չես կրակում, նրանք քո վրա չեն կրակում, դա է երաշխավորված խաղաղությունը, եղբայր։ Ինչ թուղթ, ինչ թուղթ։ Ու մի հատ բան էլ եմ քեզ ասում, երևի դու չգիտես կամ ինչ որ մեկը քեզ չի ասել, երբ որ ասում ես գազը կփակի, այս մեկը կփակի, այն մեկը կփակի, դու գիտես, որ այսօր խոսքի օրինակ Ռուսաստանը Ուկրաինային գազ է մատակարարում, դու դրանից տեղյակ ես։ Դե որից տեղյակ ես Գագո ջան, ով պետքա քեզ ասեր, ես պետք է ասեմ, որ դու իմ այսօր եւ նրանք իրար հետ պատերազմում են եւ գազամատակարարում այդ երկրին։ Դու տեղյակ ես դրանից։ Ինքն էլ Հայաստանից էժան։ Կամ բան։ Կյանք։ Ժողովուրդ ջան, այս անդեր արա կապը լավը չի թե մի քիչ խոսամ հետները, բայց արագ մի բան եմ ուզում ասեմ, էլի։ Հա, լսում եմ ես Քոչարյանին, ասում է, ես 10 տարի մի կոպեկ պարտ չեմ արել, պարտ չեմ մնացել ոչ մեկին։ Ես ուզում եմ իրան ասեմ, որ միայն անձամբ ինքը այսօրվա դրությամբ պետությանը $200 միլիոն փող է պարտք։ Այդ հլա նես թեթև հաշվարկներով, հա, ու այդ պետական պարտքի մասին, որ այդ 8 միլիարդ դոլարը ասում են, ժողովուրդ ջան, ես մի ամսվա մեջ, ես անձամբ ինքս 3 անգամ Գևորգ Պապոյանին հարցում եմ արել, նա էլ տեղադրել է հանրային էջում, Հայաստանը արտաքին պարտք ունի ընդամենը 5-8 միլիարդ դոլար եւ վերջ, կարող եք այսօր էլ ով ուզում է լինի ցանկացած, ով պատվիսանն է Գևորգ Պապոյանին, կարող եք իրան գրել, ինքը ձեզ կպատասխանի։ Ու հանրայինում էլ տեղադրում է մարդը լրիվ ամեն ինչով 5-8 միլիարդ ընդամենը Հայաստանին ունի արտաքին պարտք եւ վերջ, սա է իրականությունը։ Այդ 8 միլիարդ իրանք ասում են, եք վաղնե կարող է այս ընտրությունները վերջանա ասեն, արդեն 9 միլիարդ է, ասեն 10 միլիարդ է։ Դուք հարցում արեք կառավարությանը։ Հա, Քոչարյան, ես ուզում եմ ասեմ,
Միայն դու, ես չեմ ասում ամբողջ հանրապետությունը, միայն դու այս պահին 200 միլիոն դոլար հաստատված պարտք ունես Հայաստանի Հանրապետությանը, գնա մուծվի, որ Ծառուկյանի փեսայի նման չգան, ինչ ունես, չունես, հարկադիրով բանով ձեռիցդ վերցնեն, բայց վերցնելու են մեկա, այդ պարտքը մեկա մուծելու է, սլահետել են վերցնելու լրիվ, այսքան բան էի ուզում ասեմ ժողովուրդ ջան, կապը լավը չի, չեմ կարողանում անընդհատ մոտս ցույց տալի, որ լավը չի, հարց ու բարեք Գևորգ Պապոյանին, այդպես պարտք Հայաստանին չունի, ես ասում եմ վերջին մեկ ամսում 3 անգամ հարցում եմ արել, մարդը հանրայինում այսպես տեղադրում է, ոչ մեկին բան չի անում, չի ասում, չկա թե նման պարտք Հայաստանին չունի, ոչ մի 15 միլիարդ աշխարհին պարտք Հայաստանը չկա նման բան։ Ժողովուրդ ջան, մի հատ նորություն ասեմ։ Հիշում եք, չէ՞, Սերգորը Ռուբեն Վարդանյանը հիմարություն բաներ գրել Փաշինյանի հասցեին։ Ընդդիմադիր դաշտը մեծանում է, եղբայրներ ջան, այ ժողովուրդ ջան։ Ռուբեն Վարդանյանին այսօր եկուց բաց են թողում միջև ընտրությունները։ Ոնց որ իբր ասում են հանձնում են Ուկրաինային, դե Ուկրաինայից էլ պարզա, չէ, կգաս տե երևի, կգա Հայաստան, այս ինձ բաներ ա կատարում, ժողովուրդ ջան, պետքա բոլորդ հասկանաք, որ նրանք այդ Ղարաբաղյան կլանա, բանա, նրանք ընդեղ հատուկ արտոնություններով են, նրանք ուտիլ խմելով, քեֆանելով են ընդեղ զբաղված, բոլորը անխտիր, բացի մեր գերինները, նրանք ինչ ուզում են էլ անում են ընդեղ, նայեք 1-2 օր Ռուբեն Վարդանյանը ազատ կարձակվի, կգա կմիանա, եռյակը կդառնա քառագլուխ, ժողովուրդ ջան, իսկ դու գիտեք թե վայ արա բանդարգված են, արա այս Նիկոլը այս ինչ վատնա, ոչ մի բան չի անում նրանց ազատի, նրանց ազատելու բան չկա, ես տարբեր բաներից տեղեկություններ ունեմ, որ նրանք Ադրբեջանում են բանտումա, որ դեան, նրանք կայֆերի մեջ են, ամեն ձևի, ռեստորանային ուտելիքներով, բանով, ինչսեք տեղյակ, այդ ենց, դե իմանայենք, հլա ճիշտ կլի ես բանը, միջև ես Հայաստանում ընտրությունները սկսելը պետքա որ դրան ասմա բաց թողեն, Բաքվում արդեն այդ զրույցները կա, նման բաներ ժողովուրդ ջան, սպասենք